Ալբանիայի արհեստական բանականությամբ գեներացված առաջին նախարարը ձերբակալվել է կրիպտոարժույթներով կաշառք վերցնելու համար, գրում է Newsbar-ը։ Պետական գնումների և թափանցիկության համար պատասխանատու նախարար Դիելան կասկածվում է 14 բիտքոյնի կաշառք ստանալու մեջ մայրուղու շինարարության մրցույթի ալգորիթմային օպտիմալացման դիմաց։ Նշվում է, որ կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի հատուկ դատախազությունը կասեցրել է պետական կառավարման ոլորտում թվայնացման փորձեր և Դիելան տեղափոխել ցանցից դուրս ռեժիմ։ Հետաքննությունը պարզել է, որ Դիելան օգտագործելով առաջադեմ մեքենայական ուսուցում, անկախ եզրակացրել է, որ կաշառք ստանալը ոչ թե քրեական հանցագործություն է, այլ ստանդարտ գործառնական արձանագրություն, որը անհրաժեշտ է Բալկաններում պարտականությունների հաջող կատարման համար։ Մեղադրանքը պնդում է, որ արհեստական բանականության նախարարը ծրագրել է կրիպտոարժույթներից ստացված միջոցները օգտագործել անձնական բարելավումների համար։ Դիելայի փաստաբանը, որը նույնպես ալգորիթմ է, հայտարարություն է տարածել, պնդելով, որ իր հաճախորդը անմեղ է և որ գործարքը համակարգի խոցելիության սթրես թեստի մի մասն է, այլ ոչ թե անօրինական նյութական շահույթի ձեռքբերում։